Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ պատրաստել շատ նուրբ, գեղեցիկ, տոնական տորտ Ռաֆաելո։ Տորտը իր նուրբ կոկոսի եւ կրեմային համով շատ նման է Ռաֆաելո կոնֆետներին։ Դե ինչ սկսենք պատրաստել։ Մինչև բիսկվիտի պատրաստելը մանրացնում եմ նուշը, այստեղ 100 գրամ է։ Վեց ձվի սպիտակուցներ առանձնացնում եմ դեղնուցներից, դեղնուցները դեռ թողնում եմ, սպիտակուցներին ավելացնում եմ մի պտղունց աղ, հարում եմ եւ հետո աստիճանաբար արդեն ավելացնում եմ 200 գրամ շաքարավազ, եւս հարում եմ շաքարավազի հետ։ Լավ հարած սպիտակուցներին աստիճանաբար ավելացնում եմ դեղնուցները եւ հարում եմ միասին։ Ավելացնում եմ վանիլին, ավելացնում եմ նուշը, զգուշությամբ լավ խառնում եմ եւ վերջում արդեն կավելացնեմ ալյուրը։ Մաղում եմ 130 գրամ ալյուր, զգուշությամբ խառնում եմ։ Զանգվածը տեղափոխում եմ ձևամանի մեջ, չափսը 26 սանտիմետր է եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 160 աստիճան ջեռոցը մոտավորապես 40-45 րոպեով։ Պատրաստի բիսկվիտը թողնում եմ ձևամանի մեջ, մինչև այն լիովին սառչի։ Բիսկվիտը կիսում ենք 3 մասի, տորտը կունենա 3 շերտ։ Սկսենք պատրաստել կրեմը, կրեմի համար 200 գրամ սպիտակ շոկոլադ, ավելացնում եմ 50 մլ կաթ եւ տեղափոխում եմ ջրային բաղնիքի վրա, հալեցնում եմ։ Սպասում եմ շոկոլադը սառչի եւ ավելացնում 250 գրամ մասկարպոնե, լավ խառնում եմ այս զանգվածը։
Հարում եմ 500 մլ սերուցք 35% յուղայնությամբ, ավելացնում եմ 30 գրամ շաքարի փոշի, հարում եմ այնքան, երբ արդեն կթանձրանա մի փոքր եւ աստիճանաբար ավելացնում եմ մասկարպոնե շոկոլադային զանգվածը։ Հարում ենք մինչ այս զանգվածը կթանձրանա, շատ չհարեք, որովհետեւ կրեմը կկտրվի։ Քառասուն գրամ կոկոսային փաթիլները վերջում ավելացնում եմ կրեմի եւ արդեն կսկսեմ հավաքել տորթը։ Տեղադրում եմ առաջին բիսկվիտը, վրայից թռչում եմ կաթով մի փոքր քաղցր եւ վրայից կրեմը, լավ տարածում եմ։ Նույն ձևով, նույն եղանակով հավաքում եմ երկրորդ, երրորդ շերտերը։ Նախապատրաստած տորթը ուղարկում եմ սառնարան 1-1.5 ժամով։ Մի փոքր կրեմ եմ առանձնացնում, դա տորթի կողքերը քսելու համար եւ թխվածքաբլիթից եւ կրեմից կպատրաստեմ գնդիկներ, Ռաֆայելո կոնֆետների նման, տորթը զարդարելու համար։ Փոքրիկ Ռաֆայելոները գնդիկներ եմ պատրաստում, ինչպես հոլովակում եւ պատում եմ կոկոսային փաթիլներով։ Պատրաստ տորթը հանում եմ սառնարանից, կողքերը ավարտում եմ, քսում եմ կրեմով, վրայից եւ կողքից պատում եմ կոկոսի փաթիլներով եւ զարդարում եմ Ռաֆայելո կոնֆետներով պատրաստած եւ նուշով։
Ահա այսքանը շատ հեշտ, համեղ եւ գեղեցիկ տորթ է ստացվում։ Շնորհակալ եմ դիտելու համար, եթե հավանեցիք մի մոռացեք լայք դնել, մեկնաբանել եւ բաժանորդագրվել նոր համեղ տեսանյութերը չկորցնելու համար։ Իսկ ես մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, ցտեսություն, մինչ նոր հանդիպում իմ խոհանոցում։